Հաղորդման հովանավորներն են Armentel ընկերությունն իր Beeline ապրանքանիշով, Delta Clinic բժշկական կենտրոնը։ Փաթեթները գայթակղում են շահավետ սակագներով ցանցի ներսում եւ հիասթափեցնում են ցանցից դուրս զանգերի գներով։ Դուք գնում եք փաթեթ, որովհետեւ զանգերը փաթեթի ներսում շատ էժան են եւ զայրանում եք հասկանալով, որ զանգերը փաթեթից դուրս չափազանց թանկ են։ Իսկ մեզ մոտ նոր քեզ համար էքսկլյուզիվ փաթեթում ամեն ինչ հրաշալի է եւ բացառիկ։ Զանգերը դեպի այլ ցանցեր 29.99 դրամ, 39 դրամի փոխարեն։ Իսկ ցանցի ներսում քեզ համար փաթեթի սակագները, ինչպես նաեւ փաթեթին անցման հնարավորություն։ Ավելի լավ չի լինում։ Փաթեթ քեզ համար էքսկլյուզիվ։ Beeline, ընտիր կյանքի պայծառ կողմը։ Առողջ մարմին, առողջ հոգի։ Գարժանտիկ նայքև պարոնայք, Երկիր մեդիայի ուղիղ եթերում շարունակվում է երկրի առավոտը տեղեկատվական երաժշտական ծրագիրը եւ ինչպես խոստացել էինք, անակնկալը արդեն ուժի մեջ է եւ այս պահին ես շտապ եմ ողջունել մեր հարգարժան հյուրերին։ Սիրով ուզում ասել բարի լույս, գեղեցկադեմ, բարձրահասակ, տաղանդաշատ երգչուհի Եվա Ռիվասին։ Բարի լույս։ Доброе утро։ Պրոդյուսեր, ինչպես նաև Տաշիր մրցանակաբաշխության հիմնադիր եւ կազմակերպիչ Վալերի Սարյանին։ Բարի լույս։ Եվ իհարկե մեզ բոլորիս կաչայտնին կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է մեր տաղավարում։ Հեռուստատողները արդեն երևի թե կրահեցին, որ մենք այսօր խոսելու ենք մի շատ կարևոր հեղինակավոր երաժշտական իրադարձության մասին, որ սպասվում է առաջիկայում։ Մասնավորապես հայաստանյան Եվրատեսիլի նախընտրական փուլը, որը կայանալու է փետրվարի 14-ին եւ մրցակիցների թվում է նաեւ գեղեցկադեմ Եվա Ռիվասը եւ այսօր մենք առաջին անգամ մեր եթերում կունենանք բացառիկ հնարավորություն հետևելու փոքրիկ հատված այդ երգից առաջին այսօր կարծում լարտավիճոցներին մենք կներկայացնենք եւ իհարկե կլինեն անակնկալների մասին արդեն կասի պրոդյուսերը Արոն Սահարյանը իսկ մինչ այդ ուզում եւս մեկ անգամ ասել բարի գալուստ добро пожаловать на канал Երկիր Մեդիա вот Ева Ривас что известно нашим телезрителям клип на песню Саятнова уже известен нашим зрителям он полюбился все очень полюбили клип полюбили ваш голос вашу манеру исполнения полюбили вас. Вот. Очень приятно. Но не более того, что мы можем сообщить нашим телезрителям? Вот кто Ева Ривас на самом деле? Откуда она? Ева Ривас из Ростова-на-Дону. Так, вот давайте вот познакомим вас с нашими телезрителями. Телезрители, наверное, много что хотят знать. Конечно. Вот. И поток информации сейчас, который мы пытаемся опустить в прессу, превышает всевозможные рамки. Вот, для того, чтобы зритель ознакомился с моей биографией, с тем, что я делала до сегодняшнего дня, где находилась. Вот, и, собственно говоря, из себя что я могу представлять? Я обычный человек, такой же, как и все. Вот только разговариваю я с миром немножко по-другому. Если вы говорите с помощью красивого армянского языка, я разговариваю с помощью песен. Я не считаю это своей работой, это не обязанность моя, меня никто не заставляет это делать. И, наверное, если когда-нибудь кто-то скажет мне «хватит, прекрати, больше ты не будешь этого делать», я все равно буду продолжать, потому что это все равно, что вас заставить прекратить говорить. Вот, и все. Բոլորին հետաքրքրում է արմատներով Եվա Ռիվասը հայուհի է թե ոչ։ Իհարկե։ Այ եկեք ասենք բացահայտենք հերոստատողներին։ Ես հայ եմ, հայերեն հասկանում եմ, կարամ խոսամ, բայց ստիսնյայից։ Ասենք, որ երկար տարիներ բնակվել եք Հայաստանի սահմաններից դուրս եւ այդ իսկ պատճառով խոսում եք մի փոքր դժվարությամբ հայերեն։ Դա բնական է։ Да, я извиняюсь, надо брать. Конечно. Да, я извиняюсь за то, что я как бы влез в ваш чудный диалог, но дело в том, что нас с Евой объединяет нечто общее. Она не просто долгие годы проживает в другой стране, она родилась и выросла там, в общем-то, как и я тоже родился и вырос в России. Ուղղակի կարծում եմ ինձ երևի մի քիչ ավելի շատ է հաջողվել, ես ավելի շատ եմ խոսում հայերեն, չնայած նրան, որ ես էլ եմ թարգմանում հիմա իմ մտքերը ռուսերենից դեպի հայերեն, բայց նա աշխատում է ու կարծում եմ շատ շուտով նա կխոսի, որպեսզի իր ասած բառերը հաստատեմ, նա իսկապես փորձում է իր հայ հոգին, իր հայերենը երգի միջոցով փոխանցի հանդիսատեսին ու դա է կարևոր։ Հիմա ինքը ունի իհարկե այդ կոմպլեքսը, չնայած նրան, որ մենք ամեն անգամ փորձում ենք նրան ասենք խոսի հայերեն, ամեն անգամ փորձում ենք նրա հետ խոսել միայն հայերեն,
Դրա համար ընդամենը մի քիչ ժամանակ է պետք։ Ես կարծում եմ կարևորը որ այստեղ լինի իր հայերենը։ Գուցե սկսենք այսօրվանից շփվել հայերեն, ինչ եմ ես խանգարում խոսել։ Այնց այստեղ երկրի առավոտում խոսենք հայերեն, ինչու ոչ։ Ինչքանով որ կստացվի։ Попробуем։ Մենք ունենք զանգ, հեռուստատողները այսպես միացել են մեզ, տեսնենք քիչ ավելի ուշ, լավ, քիչ ավելի ուշ 57 65 12 համար ինչպես միշտ գործում է ամփոփողսելի հեռուստայետով։ Մենք շարունակենք մեր զրույցը, մեր հանդիպման առիթը իհարկե Եվրատեսիլի երգն է։ Այսօր մենք կարող ենք արդեն ներկայացնել հեռուստայետողներին պարոն Մարտիրոսյանի հետ միասին։ Երգը կոչվում է Ծիրանի կորիզ։ Ծիրանի կորիզ։ Ծիրանի կորիզ, անգլերեն apricot stone։ Ինքը երգի գաղափարը իհարկե ծնվել է ամիսներ առաջ, նույնիսկ այն ժամանակ, երբ ես չկայի ասպարեզում եւ Arrivas-ի ամիսներ առաջ դուք կաք ասպարեզում։ Եվ Arrivas-ի ասպարեզում մենք ծանոթացել ենք ընդամենը ամիս ու կես առաջ Վալերի Սարյանի հետ, հեռախոսով ենք ծանոթացել, ինքը գտավ ինձ եւ ուրեմն որոշվեց, այսինքն դիմեց ինձ, որպեսզի ես երգ գրեմ եւ Arrivas-ի։ Ես ցավոք չունեի շատ տեղեկություն։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարող նույնիսկ այսօր մեղադրել մեր հանդիսատեսին, իրոք եւ Arrivas-ին շատ քչերն էին ճանաչում։ Միայն այդ Սայեթնովան էր, ես էլ դժբախտաբար տաշիրն էլ չէի նայել ամռանը։ Ինչ այո, լսել էի, ինչ որ բաներ լսել էի, բայց չէի նայել։ Ես 1000 անգամ ասել եմ այդ մասին Վալերիին։ Ինչևէ, եւ Վալերին ինձ ուղարկեց ինտերնետային կայքի հասցրել ու կարող եմ ծանոթանալ այդ տեսահոլովակին։ Ես նայեցի եւ ուղղակի անջատեցի գնացի գործիքի մոտ ամիջապես, այսինքն ամիջապես ողջևորություն ապրեցի, չէի սպասում, ճիշտ ասեմ։ Երգը շատ հեշտ ծնվեց, շատ շուտ ծնվեց։ Ես ուղարկեցի ինտերնետով, ուղարկեցի, չանցավ մի, չգիտեմ, 40-50 րոպե, զանգեր, հեռախոսազանգեր, SMS-ներ, Մոսկվայից բոլորը հավանել են, ողջևորվել են, ուրախացել են, անում ենք, հետո ինձ Կարեն Կավալերյանը զանգահարեց, որի ես շատ իր մասին լսել էի, քաջ ծանոթ էի, հպարտ էի, որ ունենք հայ երգահան, պոետ Մոսկվայում եւ բավականին ճանաչված Եվրոտեսիլ մրցանակաբաշխության ուղղակի 6 անգամ երգ ներկայացրել բավականին հայտնի անձնավորություն է եւ ուրեմն ծանոթացանք նույնպես հեռախոսով հիմա գալու է դեռ չեմ տեսել երբեք գալու է ուրեմն նախընտրական փուլին մասնակցի այստեղ մեզ հետ ես շատ անհապեր սպասում եմ իրեն ինչևէ ինքը զանգահարեց հիացած երգով եւ պատմեց իր գաղափարը այս Ծիրանի կորիզ Առաջին հարցն էր, ասեց Արմեն միայն ուզում եմ հարցնել կարելի է որ երգը սկսվի այսպես ու խոսքեր ասեց Ծիրանի կորիզ ուղղակիորեն այնպիսի տպավորություն էր որ ես այդ երգը հենց Ծիրանի կորիզ բառակապակցության վրա էի գրել ու անգլերեն apricot գնաց ամիջապես գործը գնաց բառերը երկու օրից եկան երգեցինք ուրախացանք Եվան զանգահարեցի Վալերին թող Եվան գա Եվան եկավ Ճիշտն ասած երկրորդ իմ հիացմունքը եւ ողջավորությունը երբ որ Եվան եկավ ես ճիշտն ասած սպասում էի ունեի այդպիսի փորձ կյանքում սպասում էի որ հիմա կգա մի ինչ որ հղպացած սուպեր աստղ Ռուսաստանից իր չգիտեմ թիկնապահերով վարորդներով եւ բակը կփագեն ես այդպիսի բաներից իրահագ նյարդանում եմ որովհետեւ ես գիտեք ինչ միգուցե ճանաչված կոմպոզիտոր եմ հա բայց ես ունեմ այդ մեր գավառական լավ իմաստով մտածելակերպ ես սիրում եմ հանգիստ նորմալ հարաբերություններ անկախ նայից թե որ ասպարեզում որ հարթության վրա են գործում դուրս եկավ մի հասարակ մեքենայով եկավ մի աղջնակ նորմալ իհարկե ֆանտաստիկ որոնի 1.96 սանտիմետր բակի տղաները բոլորը ուրեմն այդ պահին բակի ամբողջ ուրեմն անցուդարձը կանգ առավ հա այսպես ստոպ կադր էր մի հատ Եվ եկավ շատ ջերմ, ես ասացի, вот она какая будущая армянская звезда, да, им фразаներ, первая наша, да, встреча была։ Հա, ձերքից բռնեցի, բարձրացանք մեր տուն, իմ ընտանիքս ուղղակի այսպես շատ ջերմ ընդունեց, երեխաներս, տղաներս ուղղակիորեն հիացած էին, կինս ասեց Արմեն, այդ ինչ որ պետքն է, իրոք, դե կոմպոզիտորները ամբողջ կյանք փնտրում է իր կատարողին։ Նստեցին գործիքի մոտ շատ շուտ ամեն ինչ ստացվեց եւ Երևի այսօր կտեսնենք մեր աշխատանքի արդյունքը։ Անպայման բացառիկ հնարավորություն է այսօր տեսնելու հատված, լսելու հատված երգից, մենք ունենք զանգ այս պահին, լսենք հեռուստայատողին, բարի լույս։ Բարի լույս։ Կներկայանաք։ Իմ անունը Լիլիթ է։ Լսում եք ձեզ Լիլիթ, խնդրեմ, ինչ ունեք ասելու մեր հյուրերին։
Ես ուզում եմ ողջունեմ այսօրվա ձեր հյուրերին, Հանդինես եւ Արիվասին, որին շատ եմ գնահատում եւ սիրում։ Ես շատ ուրախ եմ, որ այս տարի Եվրատեսիլի ներընտրական փուլին իր տեխնատությունն է դրել նաեւ եւ Արիվասը, քանի որ կարծում եմ, որ նա այն արժանի ներկայացուցիչը կարող է լինել Հայաստանի, որը կարող է մասնակցել Օսլոյում Եվրատեսիլ 2010 միջազգային երգի մրցույթին։ Հարց ունեք ուղղված։ Ոչ, ես հարց չունեմ, պարզապես ուզում եմ ողջունել իրենց եւ մաղթել հաջողություն, նաեւ փետրվարի 14-ին Երևանում անցկացվելիք ներընտրական փուլին, եւ կարծում եմ, որ նա այն արժանի երգչուհին է, որ եւ իր արտաքին տվյալներով եւ իր վոկալային բարձր տվյալներով կարող է արժանվույն ներկայացնել Հայաստանը այս երգի մրցույթին։ Շնորհակալություն հեռուստայատողին։ Մենք շարունակենք մեր զրույցը։ Այ արդեն 5-րդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է Եվրատեսիլին, եւ մենք բոլորս կոմպոզիտորները, երգանները փորձում են այնուամենայնիվ հասկանալ, թե ինչ է պահանջում այդ շուկան, Եվրատեսիլ կոչվածը, որն է Եվրատեսիլի ֆորմատը երգի։ Микрофон. Вообще по своей натуре любой самодостаточный народ, который добился очень много в этой жизни, он хочет только одного – это правды, это честности, которую артист должен передать со сцены. И поэтому вот мы, например, когда говорим о победе того же Рыбака в прошлом году, когда он победил, заметьте, я сейчас как бы перейду к песне, к шоу, безусловно, но основной залог успеха этого парня это была его харизма. Когда мы еще просто смотрели в очень плохом качестве на YouTube клип его, да, то есть вот эта его улыбка обворожительная, которая просто искренность, честность, правда. Մարդիկ ուղղակի նայում են ու իրանք ուզում են որ հավատան նրան, ինչ որ իրանք տեսնում են, իրանք ուզում են հասկանալ որ արհեստական ոչինչ չլինի այդ ամենը։ Այդ շատ կարևոր է։ Պետք է չմոռանանք, որ դա երգի մրցույթ է։ Երգի մրցույթը շատ կարևոր է այն երգը, որ դու ներկայացնում ես, ինքը պետք է լինի ոչ շատ բարդ, ոչ շատ թույլ, то есть պետք է լինի այդ հիթային դուք նկատում եք հիթ անպայման հիթ պետք է լինի ու ինքը պետք է ունենա песня должна быть иметь некую золотую середину, и она не должна раздражать ухо слушателя, что тоже очень важно. Третий фактор это безусловно это простите за нескромность, но это действительно это внешние данные артиста. То есть и то, как ее подают, совершенно верно. Это шат каревор, мы должны помнить с вами прошлогоднее участие Армении на Евровидении, да? Фантастическое исполнение двух сестер Инги и Ануш. Это просто, вот знаете, я в этот момент почувствовал гордость за то, что вот мои соотечественники вышли на сцену, да, и вот так вот исполнили песню. Я просто с гордостью говорил. Пускай 10-е место, но спели лучше всех. Да, вот это было важно. Вот, если бы там немного удачи и все бы предугадали. И шоу, безусловно, шоу должно быть. Почему? Потому что, знаете, европейцы не любят халтуру. Делать какое-то фантастическое шоу не стоит. Объясню почему. То есть, что значит не стоит? Это получается перенос акцента. Мы переносим акцент на шоу. Зачем? Это конкурс песни, да? Вспомните Украину в прошлом году. Какое гладиаторское шоу они приготовили. И что? Ничего. Да. И вспомните шоу Рыбака. Все классно. Все было просто, доступно. Я говорю, все гениально в простом. И все простое, гениально, совершенно верно. А главное быть искренним. Быть искренним, когда ты на сцене, когда ты говоришь со зрителем, когда ты это передаешь, чтобы зритель тебе просто верил. То есть есть принцип верю, не верю. Если тебе поверят, то значит обязательно тебя запомнят. Соответственно, текст песни должен быть таким, который можно будет донести до сердец людей, то есть он должен содержать смысл, да? У нас в песне очень глубокий смысл про детство, про родину. Прошу прощения, знаете, вот я просто анализирую эти песни, что хотел сказать. В действительности очень интересная тенденция на этом конкурсе в том, что всем артистам дается ровно 3 минуты. 3 минуты на исполнение, 3 минуты на то, чтобы сказать, что ты самый лучший. Да, совершенно верно. Если дать композитору возможность написать 10-минутное произведение, он сумеет все это вот за 10 минут раскрыть свою душу. Гений композитора в том, когда он сумел, это я искренне говорю, Арменджан, не потому что я просто словами лести бросаюсь,
когда за 3 минуты человек раскрывает тему. Есть начало, есть конец, есть драматургия, есть линия, которая связывает. В нашей песне я могу однозначно это сказать, что это существует. И это благодаря маэстро, благодаря словам, да. Она носитель этой песни, она должна это просто донести до слушателя. Вот мое мнение, есть Карсмен маэстро, это кузика. Երկու բառ ավելացնեմ, այդ դուք ասում եք պետք է հիթ լինի որպեսզի հաղթեր։ Հիթը երգը ի սկզբանե չի լինում երբեք։ Այս հիմա բացում եմ մի իմ գաղտնիքներից մեկը, որ սովորաբար մարդկանց շատերին թվում է, որ եթե լավ հիթ երգ լինի, ամեն ինչ լավ կգնա, այդպես չի։ Հիթը երգի մանավանդ Եվրոտեսիլում, որը երգի ուրեմն կոնկուրս է, մրցույթ է, երգը դառնում է հիթ։ Իհարկե սկզբից մեղեդու շնորհիվ, հետո խոսքերի շնորհիվ, գործիքավորման, մատուցման, տեսանելի մասի, վիզուալ մասի, այսինքն դրա մեջ մտնում է եւ արտաքինը, եւ հագուստը, եւ բոլոր տեսակի խորեգրաֆիկ ուրեմն բաները եւ իհարկե ամենակարևոր հանգամանքներից մեկը երգչուհու երգեցողական ուրեմն կարողությունն է։ Կատարողական որակ։ Այս դեպքում այդ ամբողջ ուրեմն բաղադրյալները միասին իրոք իրար լրացնելով եկան հասան մի макардaki, որը կարող ենք առանց ամաչելու Я наших зрителей сейчас заинтересовало все-таки, как звучит эта песня, что она из себя представляет. И несколько минут спустя мы обязательно покажем все-таки ролик. А до этого, ладно, у нас звонок, мы ответим на звонок, потом перейдем на сюрприз. Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ներկայացեք խնդրեմ եւ ձեր հարցը։ Իմ անունը Մարիաննա է։ Շատ ուրախ եմ, որ այսօր Եվան է ձեր հյուրը։ Մենք էլ շատ ուրախ ենք։ Շատ հավանում եմ նրա կատարումները։ Ուզում եմ մի հարց տալ Եվային, որն է Եվրոպայում հաղթանակի հասնելու նրա բանաձևը։ Շնորհակալություն։ Եվ Вот ваша формула победы на европейском рынке. Вы знаете, на самом деле составляющих очень много. Именно поэтому, может быть, Армении пока не удавалось занять первое место. Потому что, допустим, 5 из 6 было выполнено у Сирушова. Я, к примеру, говорю, 4 из 6 еще у кого-то там, 6 из 6 это победа. И песня, и внешность, и искренность, и шоу, и... Голос самое главное. Безусловно, но голос не самое главное. Вот что сейчас пытаются некоторые фанаты, да, моих конкурентов пытаются сказать о том, что в моей песне я не показываю голос, и что Армен Мартиросян специально написал такую песню, чтобы мне не было сложно, чтобы я случайно не надорвалась на сцене. Так вот, я хочу сказать о том, что Евровидение — это тот конкурс, где не нужно показывать весь свой диапазон от нуля и до... Как Пугачева показала, Да. попала на 37 место, помните? Вокал нет. Можно спеть песню на 3 нотах, но спеть ее так, что все будут рыдать. От счастья, от горя, от чего угодно. Ну вот... Я не могу здесь не влезть в этот диалог, опять же, о чем перебиваю. Во время нашей песни рыдать никто не будет. Только если от счастья. От счастья. Если только от счастья, нужно было это подчеркнуть. Вот, я думаю, что сейчас это все увидят. Я думаю, что вот, когда мы говорим... ոգևորվում ենք, մեր պրոդյուսերը մեր վրա սարը ջուր ալեցնում։ Բայց դա լավ բան է։ В действительности очень важно, когда мы говорим о 6 составляющих, безусловно, это фактор удачи тоже. Удачи, которая должна улыбнуться. Потому что, знаете, всякое бывает. То есть есть природа человека, есть Создатель, который нас создал, и мы не должны забывать про это никогда. Сияние счастливой звезды, да? Вот день. Да. И вы знаете, это что-то сверху должно приходить, потому что если на небесах, если небесам угодно, то это случится. Если нет, мы... Предрасположенность, да? Все, что от нас требуется сделать на земле, мы это постараемся сделать. А вот дальше... Вот эта вера внутри, когда ты выходишь на эту сцену, на эту большую, огромную сцену, когда ты смотришь на 20-тысячный зал, и когда ты понимаешь, что в этот момент на тебя смотрят
как минимум 300, 400, 500 миллионов одновременно глаз, которые... Это поразительное чувство. Мы просто в Москве варились в Евровидении. Абонент поле не вот выдержит страшно, этого. да. Да, Даже и самый потому- лучший певец утеряет голос в этот момент. Я думаю, поэтому очень важно это вот все же пожелание сверху. Вот это Да. очень важная составляющая. То, что люди называют кто удачей, кто волей Господней. Ну, главное, чтобы это было. И с этим чувством выходить, с уверенностью, что наверху благословили это. Ева, а давайте вот прямо сейчас вот покажем, какой у нас голос. А давайте. А давайте покажем. Давайте. Я... Вот всем назло. Вот кто сомневается в ваших На зло голосовых нет, на данных? зло делать нельзя. Надо делать только давайте на добро. на радость. Мои любимые. Вот сейчас прямо в прямом эфире вот смотрят наши Вся Армения уже аудитория, знает, да. какая у меня любимая песня. У нас сейчас онлайн интернет-вещание, вот, тоже. в разных Моя уголках тоже смотрят это вас. любимая. Твоя любимая. Несмотря на то, что у меня еще 6 песен из репертуара Саят Нова, еще 2 в разработке. Еще я сейчас в разработке песни из Камитаса и так далее, и так далее, и так далее, да? Девочка, Вот давай сейчас не невозможно- будем об этом, объясню почему. Мы не хотим сейчас рассказать секрет, потому что мы сейчас пишем альбом Саят Нова, работаем. Я очень безумно благодарен маэстро Մատևոսյանу, хочу вот поблагодарить շատ մեծ շնորհակալություն պարոն Մատևոսյանին, որը որ մեծ սիրով համաձայնվեց ու պարապում է Եվայի հետ։ Սայետ Նովայի ձայնասկավառակը Ձայնասկավառակի պատրաստման խոսեցի ֆարսերեն։ Ձայնասկավառակը Ռուբեն Մաթևոսյանը։ Ռուբեն Նման մետր, այո, հայկական Այո. ժողովրդական երկարվեստի մետր։ Եվ ասեմ իմիջիալոց համամաշխարը միջև նրա երկել է Եվայի Եվան մի ամսից ավել շատ դասեր է անցկացրել պարոն Մաթևոսյանի հետ, այո, մայստրոյի մոտ, ու դա մեր համար մեծ պատիվ է։ Բայց ամենայն դեպս ես կխնդրեի Լանջեր Մարջանը, որը որ Լանջեր Մարտյան։ Конечно. Հեջանը ջան Լանջեր մարջան Մատաղ լինի հոգիս ձեզ ինձ էլ տարեք ձեր գիրկն արեք ծով դարդարս պատմեմ ձեզ ինձ էլ տարեք ձեր գիրկն արեք ծով դարդարս պատմեմ ձեզ Браво, браво. Я думаю, аплодируют сейчас телезрители перед своими телеэкранами. И чтобы обрадовать Гурива за хорошее исполнение, давайте вот про сюрприз, который приготовил продюсер. Вы знаете, Микрофон. да. Я не сценический человек, простите меня, к микрофону не привык. Что я хотел сказать-то про сюрприз. Сегодня очень важный момент, когда практически есть некий символ возвращения в Армению. То есть есть некий символ, сидящий внутри этой девушки, которая пришла на родину, на свою историческую родину, и пытается сделать нечто важное. Город Ростов-на-Дону, где она родилась, это удивительный город. Это город, где есть армянский хор, ансамбль «Аревик». Когда мы проводили в Москве фестиваль «Песня года Армении», с этого фестиваля... Да, потому что единственное, Да, что я- о чем речь. Ну, послушай, ты поймешь. Вот то, о чем я говорил, когда я говорил о том, что веришь или не веришь. Вот мы сотрудничали очень долго с этим ансамблем. Я очень признателен художественному руководителю этого ансамбля, Армина Петровна, да? Сагиртянц, да. Сигертян. Это фантастическая женщина. Это тот ансамбль, откуда вышел Араме.
То есть вышел, он там учился, он там пел, впервые вот он приехал на песню года Армения, блеснул своим талантом, и после этого он поразил эту страну. Его очень любят, я знаю, что здесь он в топ-1, даже не в топ-10, а в топ-1, заметьте, сразу обозначил его место, да. И я попросил, ну, у меня работа такая, найти что-то такое вот из вчерашнего дня, найти нечто такое, что тронет душу каждого человека. Она этого не видела, я думаю, что это ее тоже очень сильно тронет. Мы сейчас увидим просто живого, очень живого человека. Я не знаю, когда это было, это 10 лет тому назад Ну, было. ты или все 15. раскрыл весь секрет Да. эффекта. Не-не-не, ну я думаю, что от этого, знаешь, от суммы слагаемых. То есть давайте посмотрим сюрприз и просто... Ես կարծում անակնկալ է ոչ միայն եւ Արիվասի պոպրաշ համար շտուկ այս պահին, նաեւ այն հերոստատողների համար, ովքեր երկրպագում են եւ Արամեին, եւ Արիվասին, եւ հիմա կարծում շատ հետաքրքիր մեզ այսպես վիդեո է սպասում, դիտենք անակնկալը, խնդրեմ։ Նաշուն երատ տանել ես, կոճանքներդ շանել ես, ցամերդ շախ տվել ես, դու խաղչի, կարմիր գինին հասում ա ես եմ քո, հավասնում ա, հավասով անշաղչիկ ջանաղչիկ, սիրուն աղջիկ ես գերի, քո կերագը ինձ գերի, սրդի ժանլիս հավանում ջանաղչիկ, կարմիր գինին հասում ա ես եմ քո, հավասնում ա, հավասում դու ալքովով, ալքովով, Shiga, nela dun shiga, durora du shorora. Kisiro sirezi, achkeris kun shiga, durora du shorora. Ampela dun shiga, nela dun shiga, durora du shorora. Kisiro sirezi, achkeris kun shiga, durora du shorora. Անուշանչիկ, դու խաչիկ, աստված սիրես թող գնա, մեր սերը մար չի մանա, Աշուխի